Սիրով ողջունում եմ բոլորիդ, իմ շատ սիրելի, հարազատ, դարձած հետևորդներ ջան, սիրելիներս, գարնան այս գեղեցիկ պայծառ օրով և այս գեղեցիկ ծաղիկներով ուզում եմ շնորհավորել ձեր բոլորի մարտի 8-ը, սիրության և գեղեցկության օրը, մաղթում եմ բոլորիդ առողջություն, երջանկություն, եղեք միշտ ուրախ, հմայիչ, գեղեցիկ, շրջապատված սիրով և հոգատարությամբ, թող Աստծու օրհնությունները անպակաս լինեն ձեզանից, ձեր օջախներից, թող բոլոր ծաղիկները գորգեր դառնան ձեր ոտքերի տակ, իմ հարազատներ, իմ բարեկամներ, իմ լավ օնլայն հարթակում ընկերներ ջան։ Հիմա դեմքով եմ բոլորիդ բարևում, բարև ձեզ իմ լավ հարազատ դարձած հետևորդներ ջան, կրկին անգամ ձեր բոլորի տոնը շնորհավոր լինի, սիրելիներս, ուզում եմ իմ շնորհակալական խոսքը ասել ամեն մեկիդ անհատական, անչափ շնորհակալ եմ ձեր բարի, ջերմ գրառումների համար, որ ողողել եք իմ հարթակը, սիրելիներս, մենք նորից կրկին անգամ միասին ենք, ես ցանկանում եմ, որ լինեք միշտ առողջ, հետևեք իմ ալիքին, բաժանորդագրվեք, սեղմեք զանգակ կոճակը, մի հատ էլ լայք դնեք և մի գեղեցիկ նորից գրառում անեք, ձեր շնորհիվ է, որ իմ ալիքը պետք է բարձրանա և տեսնում եք ինչպես է ծլել սիրելիներս, տեսնում եք ինչպես է ծլում արդեն բոլորը, բոլորն էլ երևում են ծլած, որովհետև տակից պառավոյի ջերմությունն է տալիս, վերևից էլ ուլտրամանուշակագույն լույս եմ կախել, որպեսզի շուտ ծլի, հիմա միասին գնանք խոհանոց, չէ որ այսօր մարտի 8-ն է, մի համեղ քաղցրավենիք պատրաստելու, գնացինք միասին պատրաստել, քանի օր առաջ սիրելիներս, գաթայի խմոր էի պատրաստել, այդ խմորով կարող ենք ունիվերսալ խմոր է, կարող ենք նապոլեոն պատրաստել, կարող ենք պանրով խաչապուրի պատրաստել, ես 2 գունդը գաթա եմ արել, 3 գունդն էլ պահել էի, որպեսզի այսօր մարտի 8-ն է, ես թխեմ նապոլեոն, երեկոյան հավաքվենք սուրճի սեղանի շուրջ և վայելենք մեր մարտի 8-ը, հարգելիներս, գնացինք խոհանոց թխելու մեր նապոլեոնը, սիրելիներս եկա խոհանոց և միասին պատրաստելու ենք այսօր նապոլեոն տորտ, առաջնահերթ պետք է եփեմ կրեմի համար սիրոպը, այսօր, այո, ճիշտ նկատեցիք, սիրելիներս, ես կրեմը պատրաստելու եմ սիրոպով, ոչ թե խտացրած կաթով, ոչ թե եփած կրեմով, այլ սիրոպով, շաքարավազով և ջրով եմ եփելու, սիրոպը կարագը հարելու եմ և կամաց ավելացնելու եմ կարագին, այդպես ավելի թեթև է լինում և համեղ, հարգելիներս, ովքեր են հիշում, մեր ժամանակներում 89-90 թվականներին մենք միշտ դրանից առաջ էլ միշտ պատրաստում էինք սիրոպով, 1000-ից մեկ որ խտացրած կաթ էինք օգտագործում կամ եփովի կրեմ, ես անձամբ շատ անգամներ եմ պատրաստել սիրոպով, իսկ հիմա գազօջախը կվառեմ, կդնեմ գազօջախի վրա շաքարավազը և ջուրը, առայժմս մի քիչ բարձր կանեմ կրակը, լցրել եմ ամանի մեջ, այս հասկացայի մեջ, 1 բաժակ, սա է 2 բաժակ, 2 բաժակին ավելացնում եմ մոտ 100 գրամ ջուր, չեմ խառնելու, դնեմ կրակին, նոր, ինքը կհալվի, զգույշ պետք է լինենք, կաթսան պետք է թրջած լինենք սառը ջրով, սիրելիներս, շատ անգամ եմ այսպիսի կրեմով տորթեր պատրաստել, տրուբուչկաներ պատրաստել,
Նապոլեոնի համար եմ պատրաստել, անգամ վաճառել եմ 8 խավար տարիներին դպրոցի ավարտականների համար թխել եմ եւ այս կրեմով եմ պատրաստել, քսել եմ այդ կրեմով այն ժամանակ գուբկատորթ էինք ասում, կհիշեք, մութ ու խավար տարիներին գազ չկար, ես թխում էի պլիտայի վրա, այղբույսներ էի շարում եւ կաթսայի մեջ էի թխում, շատ լավ ստացվում էր, շատ բարձր եւ համեղ կրեմ էր։ Սիրելիներս, գաթան թխել եմ, տեսահոլովակը նկարել եմ, բայց ժամանակ չունեի, որ տեղադրեմ, 2 օրից կտեղադրեմ, այդ ժամանակ 3 գունդը պահել եմ Նապոլեոնի համար, այսօրվա համար, մարտութի համար։ Հիմա տեսեք, արդեն կամանց խոշորանում են պղպջակները, արդեն պատրաստ է դառնում։ Խնդրեմ։ Հիմա պետք է ավելացնեմ կես թեյի գթալ լիմոնի աղ։ Այսպես, որ շատ թթու չլինի։ Կավելացնեմ եւ կխառնեմ։ Ավելացնում ենք նրա համար, որ չքարանա, չամրանա։ Վերջ, պատրաստ է։ Հիմա սա կանջատեմ, կթողնեմ կսառի, այդ ընթացքում կսկսենք արդեն թխել, բացել, թխել Նապոլեոնի գնդերը։ Всё, դնեմ սառելու եւ գրտնակենք Նապոլեոնի։ Ռոպը հանել եմ դուրսը սառելու, ես հիմա կգրտնակեմ եւ կթխեմ Նապոլեոնի լիստերը։ Ես կտորներով չեմ թխելու, հարգելիներս, ես ընդհանուր լիստն եմ թխելու եւ կրեմն էլ ընդհանուր եմ քսելու։ Ասեմ, որ մեր այս գազի տապակները շատ փոքր են, 5 գազը մեծ է տապակները, իսկ այս նորը, որ տեղադրել են 2 տարի առաջ, թե 3, սրանց տապակները մի քիչ փոքր են, ոչինչ, ես մեծ կգրտնակեմ, գունդը մեծ է, կողքերից կհանեմ, կթխեմ փշուրի համար, որ երես փշրով պատեմ Նապոլեոնի։ Հիմա մի գունդը միասին կթխ, երկուսը առանց ձեզ, շատ ընտիր խմոր է, տեսեք, պողոճակներ, փուչիկներ, Ուй, ոնց որ սարի ծամոնը ճտա, հիշում եք սարի ծամոնները, ջրի մեջ լցրած վաճառում էին, երեխա ենք, վազում ենք կրանթին, բացում ենք ձեռով խփում կրանթին, ջուրը լցվում, դնում էինք ատամներից տակ, որ ճտա ջուրն է թափի, երանելի օրեր, շատ երանելի մանկություն, անհոգ, ոչ հեռախոս կար, ոչ էլ այսպիսի երիտասարդություն, հիմա երիտասարդությունն են փոխվել, ինչ ուզում ես սովորեցնես, գիտեն արդեն իրենք, երևի այդպես ծնվել են։ Ահա, բացում ենք, հարսս էլ է շատ լավ թխում, սիրելիներս, ընտիր ձեռք ունի, թե խմորեղենը, թե ճաշատեսակը, թե աղցաններ, ամեն ինչն էլ գիտեր, ինչ էլ չգիտեր, սովորեց։ Սովորել եմ, պետք է միշտ հարցնես, սովորես, ամոթ չի, չիմանալն է ամոթ։ Իսկ իմ հարցը հարցնում է, ինչ չգիտի, հարցնում է, հարգելիներս։ Չի ամանչում, ամանչելը, որ չգիտես։ Սկզբից, որ ես դնում էի աշխատանքի, թխվածքի պարագաները ասում էի, դիր, պատրաստի, չի ստացվի, ոչինչ, չնեղվես, մի անգամ չի ստացվի, 2 անգամ չի ստացվի, 3-րդ անգամ ընտիր կստացվի, հեշ չնեղվես, հեշ չմտածես, ոչ ստացվավ, կիսուրս կգաք խոսա, ոչ, կիսուրը ոչ մի անգամ չի խոսա, բա պետք է անես, մի անգամ չի ստացվի, կթափես, մյուս անգամ մի քիչ լավ, 3-րդ անգամ ընտիր կստացվի, իսկ հիմա խնդրեմ, ինչպես է պատրաստում, այսքան կբացեմ, հիմա բացել եմ, կողքերը կտրել եմ, հավասարացրել եմ, տեսեք ինչքան փոքր է, ես տապակի չափով եմ բացել, դեռ մի քիչ է թողել եմ երկար մնա, խնդրեմ,
Հիմա ես պատառաքաղով կծակծկեմ, որպեսզի շատ չուռի, որ շատ չփշրվի կրեմապատելուց։ Ահա, դնեմ ջեռոցի, խեցի, վերջացրեցի նապայլոնի լիստերը, վերջին կողքերը, որ կտրել էի, մի հատ փոքր գունդ էի արել, դա էլ գրնակել եմ փշուրի համար, դրել եմ գազօջախի մեջ, դեռ չի եփել, տեսեք, ինչքան փափուկ, թափանցիկ, հավեսին ստացվեց։ Հիմա միասին կրեմը պատրաստենք եւ կսենք։ Պատրաստում եմ կրեմը, հարգելիներս, վերցրել եմ այսպիսի կարակ, տեսեք, սլադկա սլիվիչնի 82%-անոց։ Միասին կհարենք, պետք է լավ հարենք, հետո նոր ավելացնենք սիրոպը։ Դանդաղ կհարեմ։ Թող լավ սպիտակի։ Մեր օրոք այդպիսի միքսերներ չկար, հիշում եք, ձեռքի միքսեր կամ ձեռքի հարիչով էինք հարում, իսկ հիմա միացրի, թող խմորն անի, կրեմը պատրաստի։ Սիրելիներս, կարագը առանց սիրոպի այնքան հարեցի, մինչև սպիտակեց, սիրոպը սառել է, տեսեք, մեղրի պես ծորում է, նայում եք, խնդրեմ, անտիր սիրոպ, կոմենտարիաներում կգրեք, որ լավ աշակերտուհի եմ, գերազանց։ Հիմա պետք է ավելացնեմ քիչ-քիչ կարագին և հարեմ, քիչ-քիչ։ Տեսնում եք ոնց է ծորում, մեղրի նման, սա բավական է։ Աստիճանաբար կսկսեմ հարել։ Սկզբից կամանց, հետո ուժեղացնեմ։ Թող հարի մի քիչ, որ նոր ավելացնեմ նորից։ Անտիր կրեմ է ստացվում, անտիր հարգելիներ է։ Ավելի թեթև, ավելի համեղ, քան թե խտացրած կատով ծանր կրեմ է ստացվում։ Հիմա նորից մի քիչ ավելացնեմ, շատ չենք ավելացնում, որ չկտրվի։ Տեսնում եք, մեղրի նման, շատ անուշ է։ Այս սիրոպով էլ կոնֆետներ են պատրաստում, միասին կպատրաստենք շաքարաքլորներ։ Կրեմն էլ պատրաստեցի, վերջացրեցի, տեսեք, անտիր սպիտակ, փրփուրի նման, թեթև կրեմ ստացվեց։ Հիմա միասին հավաքենք։ Պատրաստ են, կրեմը պատրաստ է, սկսում եմ արդեն հավաքել տորթը։ Տեսեք, տեսեք ինչ լավ, կրեմն էլ, լիստերն էլ անտիր ստացվեցին։ Սպիտակ, ոնց որ ասած, ճերմակ կրեմ է, ճերմակ։ Թող բոլորիս տոնական օրը ուրախ անցնի, սիրելիներս, առողջ եղեք, միշտ առողջ, միշտ երջանիկ ուրախ։
դա շատ է մի քիչ վերցնեմ, բարակ շերտով կքսեմ, կողքերն էլ եմ քսելու, մեկա կրեմը բավականին կբավականացնի։ Շատ լավ ստացվեց, տեսնում եք, թեթև։ Հիմա երկրորդ շերտը կդնեմ։ Կքսեմ, սա էլ երկրորդ շերտը։ Արդեն ցույց եմ տալիս, հարգելիներս, կվերջացնեմ, վերջնական տեսքը ցույց կտամ։ Հիմա սա կվերջացնեմ, կքսեմ, երրորդն էլ կքսեմ ու ցույց կտամ։ Ահա եւ վերջ, սիրելիներս, պատրաստեցի, վերջացրեցի մեր երիտասարդ ժամանակների Նապոլեոն տորթը լիստերով, ոչ թե կտորներով, կրեմը ոչ խտացրած կաթով է, ոչ էլ եփած այլ սիրոպով, դուք տեսաք, մանրամասերեն ձեզ բացատրեցի, տեսեք ինչ լավ ստացվեց, 3 շերտ է, շատ փխուր, գեղեցիկ եւ համեղ, մի 2 ժամից հետո կկտրեմ եւ սուրճ կխմենք, կհանդիպենք, երբ որ տորթը կկտրեմ։ Սիրելիներս, անցել է 4-ից 5 ժամ, տորթը բավականին փափկել է, տեսեք ինչքան սիրուն, սպիտակ ճերմակ կրեմով ստացվեց մեր Նապոլեոն տորթը, արդեն երեխաներին հյուրասիրել եմ, ասել են, որ շատ համեղ։ Տան անդամներն էլ են փորձել, հիմա միասին կտրենք։ Տեսնում եք ինչ լավ։ Ահա, սա մի կողմ դնեմ։ Շատ ընտիր ստացվեց։ Սիրելիներս, թող գարունը գա, էլ չգնա, թող մեր սրտերում միշտ արև լինի, միշտ ուրախ լինենք։ Այս տոնական օրը մաղթում եմ ձեզ լավ տրամադրություն, լավ օր եւ ուրախ ժամանց։ Հարգելիներս, այսքանով այս քաղցր հոլովակը ավարտում եմ, ստեսություն, մինչ նոր հոլովակ, սիրում եմ ձեզ, գրկում եւ համբուրում եմ բոլորիդ, կրկին անգամ ձեր տոնը շնորհավոր, իմ սիրելի կանայք, մայրեր եւ քույրեր,